Միացյալ Նահանգներում 100 հազարավոր պետական աշխատողներ հարկադիր արձակուրդ են գնալու կամ աշխատելու են առանց վարձատրության, շատդաուն է ԱՄՆ-ում։ Հանրապետականները եւ դեմոկրատները չեն կարողացել ընդունել կառավարության ֆինանսավորման մասին երկու օրինագծերը, ինչի պատճառով ճգնաժամ է առաջացել կառավարությունում։ Այս քվեարկության արդյունքում 47 կողմ 53 դեմ ձայներ ունենք։ Քանի որ 60 ձայնի շեմը հաղթահարված չէ, օրինագիծը չի ընդունվում։ Արդյոք շատդաունը երկար կտևի, ինչպես 2018-ին ԱՄՆ պատմության ամենաերկար շատդաունի ժամանակ, երբ Մեքսիկայի հետ սահմանային պատի ֆինանսավորման վեճի պատճառով 35 օր կառավարության աշխատանքը պարալիզացված էր։ Հանրապետական սենատորները մեղադրում են դեմոկրատներին ընդամենը մի քանի ձայնով իրենց չաջակցելու եւ ամերիկացիներին անիմաստ վատ վիճակի մեջ գցելու համար։ Պարոն նախագահ, կարծես թե մենք գնում ենք շատդաունի։ Սա պարզապես եւս մեկ անգամ ապացուցում է, որ մարդկային էվոլյուցիան դանդաղ, շատ դանդաղ գործընթաց է։ Կարծում էի, որ մարդիկ զարգացում են ապրել, բայց ըստ երևույթին մենք չենք զարգացել։ Կառավարությունը չի կարող աշխատել առանց բյուջեի։ Դեմոկրատները պնդում են կառավարության ֆինանսավորման մասին երկու օրինագծերը, որ ներկայացրել են հանրապետականները, դժոխքի կվերածեն մարդկանց կյանքը։ Եվ ավելի նախընտրելի է ապրել շատդաունի պայմաններում, քանի դեռ նոր օրինագիծ մշակված չէ։ Հանրապետականները սխալ կառավարման մոդել ունեն, քաոս է առողջապահական համակարգում։ Բյուջեի սխալ բաշխման պատճառով տասնյակ միլիոնավոր ամերիկացիներ նամակներ են ստանում փոստով, այնտեղ գրված է, որ իրենց առողջապահական վճարները կարող են 114%-ով աճել։ Շատդաունի ընթացքում նահանգներում կենսական ծառայությունները շարունակելու են գործել, բանակը, ոստիկանությունը, անվտանգության ծառայությունները օդանավակայաններում, փոստը։ Բյուջեի չհաստատման պատճառով վիզաների նոր դիմումներ չեն ընդունվելու, հայտարարել է Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը։ Դեսպանություններում եւ հյուպատոսարաններում կշարունակվեն արդեն նշանակված անձնագրային եւ վիզաների ծառայությունները, քանի դեռ իրավիճակը թույլ կտա։ Շատդաունի պատճառով չի աշխատի նաև Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպանության Facebook-յան էջը։ Այնտեղ կտեղադրեն միայն անվտանգության հետ կապված անհետաձգելի հրապարակումներ։ Գայանե Մովսիսյան, Հայլուր։ Հայաստանում եւ աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների մասին առաջինն իմանալու համար բաժանորդագրվեք մեր ալիքին, սեղմեք զանգակը, որ բաց չթողնեք ամենահրատապը, ամենակարևորն ու հետաքրքիրը։